Բարև ձեզ, եթերում շաբաթնաց լրատվական վերլուծական ծրագիրն է։ Թողարկման սկզբում նախ ծանոթացեք շաբաթնացի առաջին մասի համառոտ նկարագրին։ Տիգրան Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների փոփոխություն եւս չեղավ։ Նախագահի նշանակման հետևանքների եւ արձագանքների մասին տեսանյութում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակման եւ պաշտոնավարման նախորդ շրջանում նրա կատարած աշխատանքի մասին ինչ կարծիքներ ունեն մայրաքաղաքի բնակիչները, հարցախույզ Երևանում։ Կառավարության հերթական նիստն անցնող շաբաթ դարձյալ ուղեկցվել է բողոքի ակցիայով, այս անգամ իրենց դժգոհությունն են արտահայտել տեսաձայնասկավառակ վաճառող խանութների սեփականատերերն ու աշխատակիցները։ Այժմ առավել մանրամասը։ Անցնող շաբաթ Տիգրան Սարգսյանը վերանշանակվեց վարչապետի պաշտոնում։ Պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները եւս կշարունակեն պաշտոնավարել։ Այն, որ գործադիրի կազմում էական փոփոխություններ չէին արձանագրվելու, ակնհայտ էր, կարծիք են հայտնել քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը ձախողել է աշխատանքը, ինչը չի ցանկանում ընդունել գործող համակարգը։ Նշանակումների եւ արձագանքները Փայլակ Ֆահրադյանի պատրաստած տեսանյութում։ Տիգրան ջան, սիրուն չէ կամ ատկատները շատ են։ Նախորդ տարի կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն այս բառերն օգտագործելով խիստ քննադատության ենթարկեց կառավարության ղեկավարին, մեղադրելով ատկատների եւ չարաշահումների վրա աչք փակելու մեջ։ Փորձագետների գնահատմամբ այս խորհրդակցությանը պետք է հաջորդեին պաշտոնանկություններ, սակայն այդպես չեղավ։ Կառավարությունը հրաժարական ներկայացրեց ապրիլի 9-ին։ Օրենքով սահմանված կարգով նոր կառավարության կազմը ձևավորվելու է 1 ամսվա ընթացքում։ Ապրիլի 18-ին կայացած նիստում Սերժ Սարգսյանի առաջարկությամբ եւ գործադիրի անդամների միաձայն համաձայնությամբ որոշվեց Տիգրան Սարգսյանին վերանշանակել վարչապետի պաշտոնում։ Պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների փոփոխություն եւս չի լինի։ Նիստի ավարտից հետո լրագրողների ճեպազրույցում նշեց հանրապետականների մամլոխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Մեր այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը փոփոխությունների չգնաց եւ բացի այդ բազմաթիվ են դժգոհությունները, որ գործող կառավարությունը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ձախողվել է, Շարմազանովն արձագանքեց։ Այս կառավարությունը ինչպես բոլոր երկրների բոլոր կառավարությունները իդեալական չեն։ Եվ ինչպես յուրաքանչյուր կառավարություն, այս կառավարությունը եւս ունեցել է իր բացթողումները, իր թերությունները։ Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելու որոշման հրապարակումից հետո մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ գործադիրի ղեկավարի անձնական միջոցները անցնող 5 տարվա ընթացքում շեշտակի աճել են։ 2008 թվականին, երբ Տիգրան Սարգսյանը նշանակվում էր վարչապետ, նա անձնական հաշիվներում ունեցել է 17 միլիոն 247 հազար դրամ եւ $22,000, իսկ 2012 թվականին 35 միլիոն դրամ եւ $870 հազար։ Երկրում արկա սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ուղղությամբ ըստ Շարմազանովի Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը զգալի աշխատանք է կատարել։ Ստացվում է հանրապետականները գոհ են վարչապետի աշխատանքից, հարցին ՀՀԿ խոսնակը պատասխանեց։ Գոհ կամ դժգոհ քաղաքական կատեգորիաներ չեն։ Քաղաքական կատեգորիա արդյունավետությունը, դրական աշխատանքը, հնարավորությունը բաց եւ հրապարակային աշխատելու։ Ես ասացի, որ բոլոր խնդիրներով հանդերձ, բոլոր թերություններով հանդերձ, ինչու՞ չէ որոշակի սխալներով հանդերձ Տիգրան Սարգսյանի կառավարությունը եւ հենց Տիգրան Սարգսյանը լուծել է բազմաթիվ խնդիրներ։ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կառավարության մյուս անդամների հարցը չի քննարկվել, նշեց Էդուարդ Շարմազանովը։ Նիստի ավարտից հետո նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները լրագրողների հարցերին պատասխանել չցանկացան։ Վերջին օրերին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ առողջապահության եւ բնապահպանության նախարարներին Սերժ Սարգսյանը պատրաստվում է պաշտոնանկ անել։ Հավաստի են շրջանառվող տեղեկությունները, փորձեցինք ճշտել Դերենիկ Դումանյանից։ Չգիտեմ, դուք ճշտ եք։ Կառավարության սխալների մասին ճիշտ կլինի, երբ որ կառավարության ղեկավարի հրամանագիրը լինի, այդ հարցերը ուղղակի են։ Այն, որ Սերժ Սարգսյանը փոփոխությունների չգնաց, Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսում է այն մասին, որ երկրում ստեղծված իրավիճակը ձեռնտու է գործող համակարգին։ Անցնող 5 տարիներին երկրում աղքատության մակարդակն աճեց, արտագաղթի տեմպերը նվազեցնելու ուղղությամբ եւս կառավարությունը գործնական քայլեր չձեռնարկեց։ Ցանկացած պարագայում թող իրենք հիշեն, իրենց յուրացած միջոցները իրենք չեն կարողանալու մարսել, նույնիսկ Հայաստանից գնալուց, որտեղ մնացած վայրերում եւս կան իրենց նման ճարպիկ մարդիկ, ովքեր պետության թուլության պայմաններում յուրացնում են այլ պետությունների քաղաքացիների միջոցները, որքան շատ ուզում է դա լինի։ Այն քննադատությունները, որոնք Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ուղղում էր գործող կառավարությանը Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո չի փոխվելու, ասում է ԲՀԿ մամլոխոսնակ Տիգրան Ուրիխանյանը։ Հանրությունը քաջ գիտակցում է, թե ինչպես է աշխատել գործադիրը անցնող տարիներին եւ իր գնահատականը տալիս է։ Ապացույցը փետրվարին կայացած նախագահական ընտրություններն էին, ասում է Ուրիխանյանը։ Իսկ ինչու պետք է փոխվեր։ 30%-ի հասնող աղքատությունը նվազել է,
երկրում իրավիճակ է բարելավել, մարդկանց համար տեսանելի, ընդգծում եմ տեսանելի փոփոխություն իրականացվել է իրենց իսկ կյանքում։ Ոչ։ Այդ թվում ձեր մատնանշած առաջին հերթին ձեր մատնանշած սոցիալ-տնտեսական վիճակի ուղղությամբ որևէ գործնական քայլ չի իրականացվել։ Մայրաքաղաքի բնակիչների գնահատմամբ եւս գործող կառավարությունը ձախողել է իրեն, հետեւաբար պետք է հեռանար, մինչդեռ Սերժ Սարգսյանը դարձյալ առաջնորդվեց նեղ շրջանակների ցանկությունները հաշվի առնելով։ 35,000 թոշակը, այդ էլ 40 տարի աշխատող մարդն է ստացում։ 1000 թոշակը տուր վարչապետին, նոր կիմանաս վարչապետը լավ է, մի ամիս թող ապրի, մի ամսից հետո իրանից հարցրա, տես լավ է աշխատում թե վատ։ Միշտ կառավարությունը անելու բան ունի։ Հիմա ես չեմ կարող գնահատական տալ, որ ասում եմ ինչ լավ է եղել։ Աշխատել են։ Աշխատանք երևացել է, բայց ավելի պետք է անել։ Բայց դատելով մեր իրողություններից ոչ այնքան հաջող։ Քաղաքացիների կարծիքով Սերժ Սարգսյանը ստատուս քվոն փոխել չցանկացող քաղաքական գործիչ է։ Նրանց պնդմամբ սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է կատարել համակարգային փոփոխություններ։ Դեմքերի փոփոխությունն այսօր հարցի լուծում չէ։ Հավելենք, որ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության 12-րդ վարչապետն է։ Փայլակ Ֆարադյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություններ անցկացրեց ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ վարչապետի նշանակման հարցով։ Նա ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։ Մինչ այդ նույն նպատակով Սերժ Սարգսյանը խորհրդակցություններ է ունեցել նաև Բարգավաճ Հայաստան եւ Օրինաց երկիր խմբակցությունների ղեկավարների հետ։ Հայ ազգային կոնգրեսը եւ Ժառանգությունը մերժել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպման նախագահական ապարատի հրավերքը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակման եւ պաշտոնավարման նախորդ շրջանում նրա կատարած աշխատանքի մասին ինչ կարծիքներ ունեն մայրաքաղաքի բնակիչները։ Արցախույս Երևանում։ Վարչապետը, Էդնուն վարչապետը ընտրվավ սխալարա պետք է չտրվեր, ուրիշը պետք է տրվեր։ 5 տարի աշխատել է, ինչ արել, որ հիմա ինչ անի։ Ահա որ է, մինչև այս ղեկավարությունը չփոխվի, ինքն էլ կմնա իր տեղը, բոլորն էլ կմնան իր տեղը։ Մինչև չփրկնենք բոլորից, իրանից էլ չենք փրկնի։ Նա պետք է գնա իրանց գյուղը, ընդ ծառց անի, բաներ անի։ Նա վարչապետի բան չի, ավելի լավ ասուսկերա։ Ինչ պրոբլեմ կա, հələ վերնել մի պրոբլեմ էլ ավելացել է, հələ եւ կավելանա։ Ոչ մի գնահատական, որտեղ ես չեսնեք ավարա քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Եթե նոր ընտրվելուց հետո որոշ կամ ավելի շատ ուշադրություն դարձների սոցիալական հարցերին, ժողովուրդը կասի ասում փառք, տեսնում եք, վերընտրվեց եւ մտածեց այսպես չասենք հասարակ, այլ քաղաքացիների մասին։ Այստեղ մտնում են թոշակները, նպաստները եւ տարբեր տեսակի հարցերը։ Այդ դրանով ոնց ասում է, իրեն ճակատը բաց կլինի։ Դե եթե նորից են նշանակել, ուրեմն ինչ որ մի բան արել է։ Իմ կարծիքով ճիշտ չէր։ Ինչի։ Իրան նորից ընդրել է։ Մի նորը գար տենայինք ինչ անում, փոփոխություններ կլեզվան։ Խայտարակ բանն է, մենք ենք 5 տարում սովորական Հայաստանի քաղաքացին իր մաշկի վրա ոչինչ չի զգացել։ Մենք առհամարված ստորացած ժողովուրդ ենք։ Դա նախագահի իրավասության հարցն է։ Ինքը երևի իրեն հարմար է եղել, այդպես է հարմար գտել։ Վատ չէ, այդքանը կարող եմ ասել։ Որտեղ գիտեք ինչ կա, գրագիտ մարդ է, գործը գիտի, դե հիմա կոչտո не получается ничего։ Ինձ թվում է ինքը որքան աշխատել է, իրան շնորհակալություն։ Ինքը ավելի լավ է կենտրոնական բանկում աշխատել, քան թե աշխատել վարչապետ։ Ասացեք խնդրեմ, ոնց կարող է պատահի 40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մանկավարժը 42000 դրամով աշխատի։ Այդ ֆոկուսը որտեղ է։ 20000, 30000 թոշակ է տալի։ Այդ փողը պետք է տաս իրան։ Ասես հələ գնա մի հատ դու մի ամիս ապրի, այն իրաց գողացած փողերը, որը գողանում են աչուձախ։ Ու հələ տերանած ժողովուրդը ոնց պետք է ապրի։ Հայաստանի կառավարության հերթական նիստը անցնող շաբաթ դարձյալ ուղեկցվել է բողոքի ակցիայով։ Մինչ գործադիրի ժամանակավոր անդամները Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հաստատում էին օրակարգը եւ հանդես գալիս օրենսդրական նախաձեռնություններով, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիային իրականացնում տեսաձայնասկավառակ վաճառող խանութների սեփականատերերն ու աշխատակիցները։ Խնդիրն այն է, որ կառավարության համապատասխան որոշմամբ արգելվում է տեսաձայներից վաճառող ընկերություններին առանց աքսիզի իրացնել նշված ապրանքները։ Թեման մանրամասնում է Փայլակ Ֆարադյանը։
Կառավարության օրակարգը հաստատելուց հետո գործադիրի անդամները հանդես եկան օրենսդրական մի շարք նախաձեռնություններով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 12.246.800 դրամով ավելացնելու է սահմանամերձ եւ գնդակոծման տակ գտնվող գյուղերի հողօգտագործողների եւ ջրօգտագործողների ֆինանսավորումը։ Ապա արտարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը առաջարկություններ չեղան եւ գործադիրն այն հաստատեց։ Այստեղ եւս կարգավորումները եկել են զորացնելու այն կարգավորումներն կամ որոշակի հակասությունները, մասնավորապես երբ որ ամուսին պայմանական վավաժամկետ հավաքման ներկայացնելու կամ պատերազմի այն բաժան փոխարինելու այս միջնորդությունները մի կարգով մի ժամկետում էին կատարվում, բայց տարբերություններ առանց։ Իսկ մինչ գործադիրի անդամները հանդես էին գալիս օրենսդրական նախաձեռնություններով կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիաներ։ Կառավարության դեկտեմբերի 23-ի որոշումը, որն ուժի մեջ է մտել այսօրվանից, առաջացրել է տեսաձայներիզի վաճառքով զբաղվող անհատ ձեռնարկատերերի դժգոհությունը։ Խնդիրն այն է, որ այսուհետ այս մարդկանց արգելվում է առանց ակցիզի վաճառք իրականացնել։ Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքերով կառավարությունը որոշումն ընդունել է առաջնորդվելով մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանի կամայականություններով։ Մեր խնդիրը այսօր կայանում է նրանում եւ մեր ցանկությունը կայանում է նրանում, որ կառավարությունը օրենքի այդ օրենքը ընդունված օրենքը հետ կանչի եւ վերանայվի, քանի որ մենք ունենք լուրջ խնդիրներ, մենք չենք կարողանում այսօր ձեռք բերել ակցիզներ, մենք ասելով ես կարող եմ խոսալ եւ արտադրողների անունից եւ մարածախ վաճառքով զբաղվողների անունից։ Այստեղ կոնկրետ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանի կամայականություններից է այս մարտիկ որ հայտնվել են այստեղ։ Օրենքը շատ հստակ է գրված, որ իրավատերերի եւ արտադրող կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերը գործակալությունը չի ստուգում։ Իրանք եւ ստուգում են եւ տարօրինակ պահանջներ են ներկայացնում։ Կարճ ասեմ, մոտարապես հետեւյալն է, ուզում են տեղեկանքի եւ արդյունքում էս է պատկերը։ Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց առաջ պետական կառույցի անդամները պարտավոր են կազմակերպել հանրային լսումներ, մինչդեռ դա չի արվել։ Փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու կառավարության անդամների հայտարարությունները իրականությունից հեռու են, նշում են ցուցարարներն ավելացնելով բյուրոկրատական քաշքշուկներից խուսափել այլևս հնարավոր չի լինի։ Ստիպված փակել են իրենց վաճառակետերը։ Մարդիկ պետք է վարկեր տան, պետք է հարկեր տան, կրպակները հենց հենց չեն տրամադրել, մարդիկ այդ ոնց պետք է անեն։ Էլ չեմ ասում աշխատելու պայմաններում դա մեծ դժվարություններ է, ուր մնաց մի հատ էլ մի օր կամ երկու օր կամ 15 օր առավել եւս չաշխատեն։ Մենք դեմ ենք հերթական անգամ հետաձգումներին, իբր մտածենք, բան, այդ հարցերը նախ սկզբից են լուծում բոլորից կարծիքը հաշվի առնելով, որպես կողմ, ինչպես նաեւ հաշվի առնելով համաշխարհային փորձը, ինչպես նաեւ տեղական հնարավորությունները, որը թույլ կտա, ասենք գնողունակության առումով եւ այլ։ Քաղաքացիները մինչ կառավարության շենքի մոտ հավաքվել է դիմում նամակ էին հասցեագրել ինչպես մտավոր սեփականության գործակալության պետին, այնպես էլ մի շարք գերատեսչությունների ղեկավարների։ Պատասխան սակայն չեն ստացել։ Կառավարության շենքից դուրս եկավ գործադիրի աշխատակազմի դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով նախ մոտեցավ ոստիկաններին, հետաքրքրվեց, թե ովքեր են բողոքի ակցիա իրականացնողները։ Մի քանի րոպե ոստիկանների հետ խոսելուց հետո կառավարության աշխատակիցը մոտեցավ նաև ցուցարարներին։ Բոլորը փակ են այսօր, այսինքն մենք օրենքը չենք խախտում, որ չենք աշխատում։ Աշխատենք հստակեցում։ Հիմա որ աշխատենք, իրավական ակտերով, օրենքով եւ այլն, որևէ արգելք չեք տեսնում, ստեղ տենում եք ինչ-որ կամայական մոտեցում։ Բողոքի ակցիայի մասնակիցները Ալեքսանդր Ղազարյանին ներկայացրեցին իրենց խնդիրը, որից հետո հանձնեցին դիմում նամակ։ Այստեղ սպասելն անօգուտ է, գնացեք, պատասխանի մասին ձեզ լրացուցիչ տեղյակ կպահվի, իսկ ես պետք է հասկանամ խնդիրը, նշեց Պաշտոնյան։ Ինչ կա ժամանակ է պետք ձեզ հասկանալու համար, հարցրեցինք նրան։ Մի հատ միասին քննարկենք, հասկանանք ինչ խնդիր ստեղ կա, մի հատ փորձենք կամայականությունա թե օրենսդրական պահանջա, մի հատ էս դրա։ Ինչքան ժամանակ է պետք հասկանալու համար։ Անդո հարցի իմաստը ընդհանրապես չի հասկացա, ինչքան է պետք, այնքան իջև հասկանանք ու կարողանանք պատասխանել, ոչ թե հասկանանք, այլ փորձենք կարգավորել հարցը։ Բողոքի ակցիայի մասնակիցները սակայն չհեռացան։ Կառավարության շենքի դիմաց նրանք սպասեցին այնքան ժամանակ, մինչև նրանց փոխանցեցին, որ Տիգրան Սարգսյանին հասցեագրված դիմում նամակի պատասխանը պատրաստ կլինի միայն հաջորդ շաբաթ։ Փայլակ Վարդյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։ Այժմ ժամանակն է ծանոթանալու, թե շաբաթնանց լրատվականը ինչ է առաջարկում դիտել հաջորդիվ։ Ապրիլի 9-ից հետո ինչ ճակատագրի կաժանանա բարևի շարժումը, թեմայի վերաբերյալ քաղաքագետների և քաղաքական գործիչների կարծիքները։
Հայ ազգային կոնգրես Ժառանգություն հարաբերությունները վերջին շրջանում սրվել են, միմյանց հասցեին հնչող մեղադրանքներ, փոխադարձ մեսիջներ, որոնք սոցիալական ցանցերից տեղափոխվում են նաև լրատվական դաշտ։ Անցնող շաբաթ տեղի ունեցավ Ռաֆի Հովհաննիսյանի կազմակերպած համաժողովը, Ժառանգության առաջնորդը պաշտոնապես հայտարարեց, որ ժողովրդի սահմանադրական պահանջով մեկնարկում է Նոր Հայաստան ազգային քաղաքացիական շարժումը։ Անցնող շաբաթ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների եւ ոստիկանության միջև բախում է տեղ ունեցել Երևանի քաղաքապետարանի մոտ։ Ակտիվիստները բարձել են տարոն հանցագործ, տարոն պատասխանես տալու եւ այլ բովանդակության պաստառներ։ Ակցիայի մասնակիցները այնուհետ շարժվել են դեպի Ազատության հրապարակ։ Ապրիլի 16-ին տեղ ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը, մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը Սամվել Բալասանյանը հայտարարությամբ է հանդես եկել անդրադառնալով նախորդ նիստի ժամանակ տեղ ունեցած վիճաբանությանը։ Ապրիլի 16-ի երեկոյան ժամը 22:05-ի սահմաններում Գյումրու Մինասավետիսյան փողոցի թիվ 27 շենքի 33 բնակարանում տեղ ունեցած նռնակի պայթյունի հետևանքով տուժեցին Գյումրու 3 բնակիչներ, նրանց վիճակը ծանր է։ Տնտեսություն, քաղաքականություն եւ պոլիսի հայկական միջավայր շարունակվում է մեր հարևանները նախագծի շրջանակներում հարևան Թուրքիայում նկարահանված տեսանյութերի ցուցադրումը։ Եթերում շաբաթն անցն է։ Ինչ ճակատագրի կաշանանա բարևի շարժումը, արդյոք այն դադարեցրեց իր գոյությունը, ինչպես նշում են որոշ քաղաքական գործիչներ եւ քաղաքագետներ, թե այնուամենայնիվ սկիզբ դրվեց նոր գործընթացի։ Այս հարցի շուրջ մայրաքաղաքում աշխատող իմ գործընկերը զրուցել է քաղաքագետների եւ կուսակցականների հետ, ովքեր ապրիլի 9-ից հետո ստեղծված իրավիճակին տվել են տարբեր մեկնաբանություններ։ Մանրամասներն առաջարկվող տեսանյութում։ Ըստ ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանի ապրիլի 9-ից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում սկիզբ դրվեց նոր գործընթացի։ Այդ օրը հանրության մի մասն էլ սպասելիքներ ուներ, իսկ այդ սպասելիքները փորձագետի համոզմամբ սուբյեկտիվ իրականության արդյունքում էր ձևավորվել, քանի որ իրականում երբեք չի ասվել, որ հենց այդ օրը պետք է արմատական փոփոխություններ լինեն։ Այնուամենայնիվ Էդգար Վարդանյանը կարևոր է համարում այն, որ ապրիլի 9-ին ընդդիմադիր հանրությունը քաղաքական անհնազանդություն դրսևորեց։ Սա որակապես լրիվ նոր փուլ է ընդդիմադիր շարժման մեջ եւ ենթադրում է կոշտ, սակայն սահմանադրության շրջանակներում տեղի ունեցող խաղաղ գործողություններ, ավելացրեց փորձագետը։ Այս փուլում շատ կարևոր է, որ տարբեր դիրքորոշում, քաղաքական փիլիսոփայություն, դիրքորոշում ունեցող մարդիկ դնեն մի կողմ իրենց գաղափարական տարաձայնությունները եւ փորձեն միասնական, ուրեմն ջանքեր գործադրել այն բանի համար, որպեսզի ըստ էության ժողովրդի իշխանությունը հաստատվի։ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանն անդրադառնալով ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններին նշեց, որ եղավ այնինչ վաղուց էր սպասելի։ Վերջինս համոզված է, որ Ռաֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման ուղղությունը պարզ էր այն օրվանից, երբ Ժառանգության առաջնորդը գնաց Բաղրամյան 26, իսկ ապրիլի 9-ին Ռաֆի Հովհաննիսյանի կատարած քայլերին անդրադառնալով նշեց. Ժամը 12-ին նա խրոխտ հայտարարեց, որ այլևս չի ճանաչում ոչ Սերժ Սարգսյանի, եթե կարգությունից հետո, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ անվտանգության գորիկի, ոչ Վլադիմիր Գասպարյանի իշխանությունը մոռացավ։ Ուղիղ մի քանի ժամ հետո գնաց, սկսեց աղոթք անել Վլադիմիր Գասպարյանի հետ եւ կրկնել Վլադիմիր Գասպարյանի աղոթքի խոսքերը։ Ոստիկանապետը, Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը անձամբ ներկայացավ դեպքի վայր, մտավ բանակցությունների մեջ երթը կազմակերպողների հետ եւ այդ երթին հենց Վովա Գասպարյանի ցանկությամբ մասնակցեց նաեւ ինքը։ Մնացածը արդեն այն ինչ որ խոսվում է, հա, դա արդեն գիտեք ինչ, իրականում քաղաքական գործընթացների հետ ոչ մի կապ չունի։ Աղոթեցին, չաղոթեցին, միասին էին, ժպտում էին, թե չէին ժպտում, հասկանում եք։ Ժառանգություն խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը եւս կարծում է, որ ապրիլի 9-ը սկիզբ դրեց մի նոր գործընթացի, որը ցավոտ է լինելու գործող իշխանությունների համար։ Իսկ անդրադառնալով այն տեսակետներին, թե բարևի շարժումը փակուղի է մտել, նշեց, որ նման դիտարկումներն անհիմն են, քանզի մեկօրյա հեղափոխություն չի լինում եւ չպետք է հիասթափվել։ Ամեն ինչ դեռ առջևում է, համոզված է Ստեփան Սաֆարյանը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ուղղակի հեղափոխությունը պատկերացնում են ուրեմն սոցիալիստական հեղափոխության տեսքով, հա, հոկտեմբերյան մեծ հեղափոխության տեսքով, ապա ուղղակի նրանք պետք է հասկանան, որ կյանքից ներկայիս աշխարհում դա այլևս չի կարող կրկնվել, դա մի այլ պատմական ժամանակաշրջան էր, որտեղ հեղափոխությունները այլ տրամաբանությամբ էին տեղի ունենում եւ հիմա այլ։
Իսկ Ազատության հրապարակում այս օրերին հանգիստ է։ Քաղաքացիները փոքրիկ խմբերով հավաքվում են եւ փորձում են վերլուծել Հայաստանում ստեղծված իրավիճակն ու գնահատականներ տալ ապրիլի 9-ին կատարված իրադարձություններին։ Նրանցից շատերը կարծում են, որ դեռ ամեն ինչ կորած չէ եւ հնարավոր է որոշ փոփոխությունների հասնել։ Մի մասն էլ հակառակն են պնդում։ Այս ժողովուրդը առանց որևէ կուսակցական պատկանելության, սրանք կուսակցություններ պետք չեն, իշխանապողություն է պետք։ Սատանան այստեղ կազմակերպ այդ իշխանապողության process-ը, սատանայի հետևից է գնալու։ Պայքարի ժամանակ, միշտ պատերազմի ժամանակ էլ մի ռազմաճակատում, մի բանի ժամանակ մի հատ կպարտվես, հետ կքաշվես, նորից կգաս առաջ, պիտի վերջը լավ լինի, պիտի պայքարենք, որ հասնենք այս իշխանության փոփոխության, Մալիք ջան։ Ժողովուրդը, որ ուզում է իշխանապողություն, դա անխոսք։ Որտեղ չի սիրում այս իշխանապետը, ոչ մի բան չի արել ժողովրդի համար, անձամբ։ Մենակ հարցը նստում են իրաց գրպաններին, իրաց թիմակիցներին, մուլտիմիլիոներներ են դառնում ու թողում գնում են։ Այդ եղաբան։ Ժառանգության անդամները դժվարանում են նշել, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում, սակայն միևնույն ժամանակ համոզված են, որ կա պատրաստակամություն շարունակելու պայքարը, իսկ եթե դրան զուգահեռ հասարակության լայն զանգվածները պայքարը շարունակեն մինչև վերջ, ապա ձեռքբերումներն անխուսափելի կլինեն։ Էմմա Պալյան, Գարիկ Ազիբեգյան, Gala News։ Հայ ազգային կոնգրես ժառանգություն հարաբերությունները վերջին շրջանում սրվել են, միմյանց հասցեին հնչող մեղադրանքներ, փոխադարձ մեսիջներ, որոնք սոցիալական ցանցերից տեղափոխվում են նաև լրատվական դաշտ։ Երկու կուսակցությունների ներկայացուցիչները շատ հաճախ մեկնաբանություններ տալ չեն ցանկանում։ Քաղաքագետների գնահատմամբ երկու ուժերի միջև առկա լարվածության պատճառն այն է, որ նրանք պարզապես ցանկանում են հասարակությանն ապացուցել, թե իրենցից ով է ավելի ընդդիմադիր։ Բացի այդ, կա նաև մեկ հանգամանք։ Ընդդիմադիր դաշտում ցանկացած ընտրական գործընթացի նախաշեմին տեղի է ունենում պառակտում, ինչը ձեռնտու է միայն գործող համակարգին։ Հակժառանգություն հարաբերություններում լարվածությունն առավել ակնհայտ դարձավ Հայ ազգային կոնգրես կուսակցության անդրանիկ համագումարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո։ Վերջինս հայտարարություն էր արել, որն ավելի շատ հեգնանքով լի հարցադրում էր։ Ռաֆի Հովհաննիսյանին միանայի, որ ինչ անեի, գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթելու, Տեր-Պետրոսյանի այս հայտարարությանը հաջորդեց ժառանգության ներկայացուցիչների պատասխանները։ Հակում կան մարդիկ, որոնց տարիքն անցել է եւ որոնց իրարամերժ հայտարարություններին պատասխանել չենք ցանկանում, նշեց ազգային ժողովի падգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Մենք ուղղակի նրանց վերաբերվում ենք իրենց տարիքին համահունչ հարգանքով, այսինքն կարող է լինեն մարդիկ, ովքեր որ արդեն ի վիճակի չեն պատշաճ հայտարարություններ անել եւ մենք դա ընդունում ենք որպես այդպիսին եւ ասում ենք, որ նախկինում իրենց հայտարարությունները, որ իրենք արդեն գտնվում են այնպիսի տարիքում, որ չեն կարող զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, մենք հարգում ենք այդ տեսակետը։ Հակ կուսակցության մամլոխոսնակ Արման Մուսինյանը երկու քաղաքական ուժերի միջև առկա լարվածությանն անդրադառնալ չցանկացավ։ Կոնգրեսի պայքարը գործող համակարգի դեմ է, իսկ բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր կմիավորվեն եւ պայքարի սլակը կուղեն իշխող ռեժիմի դեմ, կհամարվեն մեր դաշնակիցները, նշեց Արման Մուսինյանը։ Իհարկե ընթացքում կլինեն ինչ-որ թյուրիմացություններ կամ խայթոցներ, մենք դրանց կաշխատենք չարձագանքել։ Այդ խայթոցը դուք նկատում եք։ Ես որևէ մասնավորություն չեմ անում, ես ասում եմ մեր մոտեցումը, մենք քննադատելու ենք, թիրախավորելու ենք, քաղաքական հարվածները հասցնելու ենք միմիայն հանրապետականին, ցույց տալով նրա կոռումպացվածությունը, հանցագործ բնույթը։ Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող զարգացումները եւ մասնավորապես ժառանգություն հակ ներկայիս հարաբերությունները նորմալ երևույթ որակեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Հայաստանում չկա ընդդիմություն, այլ կան ընդդիմություններ եւ իրական պայքարը ոչ թե իշխանության դեմ է, այլ միմյանց։ Այդ կերպ նրանք թույլատնում են ընդդիմադիր դաշտը, կարծում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Ըստ նրա, ոչ իշխանական ուժերի միջև առկա լարվածությունն իհարկե կպառակտի ընդդիմադիր դաշտը, իսկ քանի դեռ քաղաքական ուժերի համար գերխնդիրը ավելի ընդդիմադիր կամ ավելի իշխանամետ Երևանն է, իրավիճակի փոփոխություն սպասել պետք չէ։ Ոչ միայն պառակտում, այլև, այսպես ասենք, քարոզչական պատերազմ ոչ իշխանական ուժերի միջև, որոնք փաստորեն ուզում են ցույց տալ, որ ամեն մեկն ինքն է գլխավոր ընդդիմադիրը եւ հիմնական թիրախն ուղղված է ոչ իշխանության դեմ, այլ իրար դեմ։ Это нормальная ситуация для Армении. Это было
Դա Հայաստանի համար նորմալ իրավիճակ է, միշտ եղել է այդպես եւ կլինի հետ այսօր։ Հայաստանում չկա ընդդիմություն, Հայաստանում կան ընդդիմություններ, դրանք շատ են։ Իրական տարաձայնություն եւ իրական մրցակցություն լինում է ընդդիմության ներսում եւ իդեպ այդպես է նաեւ իշխող կուսակցության ներսում։ Այն եւս մոնոլիտ չէ, միասնական չէ, այնտեղ էլ կան տարաձայնություններ եւ դա բնական է, ու միավորելու ցանկացած փորձ անհաջողության կմատնվի։ Այն փաստ է, որ ուժերն ընտրություններում չմիավորվեցին, խոսում է այն մասին, որ Հայաստանում դասական իմաստով ընդդիմություն գոյություն չունի, իսկ ներկայիս զարգացումները եւ փոխադարձ մեղադրանքներն ու մեսիջները ավելի են թույլատնում ընդդիմադիր դաշտը, որը ձեռնտու է գործող իշխանություններին, նշում է Ալեքսանդր Իսկանդարյանը։ Զարուհի Փոստանջյանը համամիտ չէ, գործող համակարգը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ վաղ թե ուշ հեռանալու է, համոզված է նա։ Սերժ Սարգսյանը ով է։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մասին եք ասում, մի անձ է, ով ձախողել է, ես այդպես եմ իրեն գնահատում, իսկ ձախողված մարդիկ շատ իհարկե և նվազ են, և թուլ են, և տկար են, և բացի այդ գիտենք պատմությունը իրենց որտեղ է այդ տեղը տալիս։ Ну, в общем, конечно, да. Ընդհանուր առմամբ այո, պարակված ընդդիմությունը ձեռնտու է իշխանություններին, իսկ պարակված իշխանությունը ձեռնտու է ընդդիմությանը։ Ընդհանուր առմամբ քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումները քաղաքագետների գնահատմամբ պայմանավորված են առաջիկա ընտրություններով։ Մայիսյան ընտրություններից հետո քաղաքական դաշտում կլինի երկարատև դադար, եթե իհարկե չարձանագրվեն ֆորս-մաժորային իրավիճակներ։ Փայլակ Վարդյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։ Ապրիլի 19-ին Մայրաքաղաքում տեղի ունեցավ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Հրաֆի Հովհաննիսյանի կազմակերպած քաղաքացիական համաժողովը։ Իր ելույթում նա նշել է, որ սեփական փորձով համոզվել է, թե ինչի է ընդունակ այս իշխանությունը։ Հրաֆի Հովհաննիսյանի խոսքերով ապրիլի 9-ին կազմ ու պատրաստ էին ոչ միայն ջրցան մեքենաները, այլև արտակարգ զինանոցը։ Ժառանգության առաջնորդը պաշտոնապես հայտարարել է, որ ժողովրդի սահմանադրական պահանջով մեկնարկում է Նոր Հայաստան ազգային քաղաքացիական շարժումը։ Այս պայքարն ի սկզբանե իմը չէր, այդ պատճառով կոչ եմ անում բոլորին իրար չկարկոծել ու չհիասթափվել ոչ մի դեպքում։ Ժողովրդի պայքարը կոտրված չէ եւ այն բերելու է հաղթանակի։ Քաղաքացիական համաժողովի ժամանակ այսպես սկսեց իր խոսքը Ժառանգություն կուսակցության առաջնորդ Հրաֆի Հովհաննիսյանը, որից հետո հայտարարեց Նոր Հայաստան քաղաքացիական ազգային շարժման մեկնարկի մասին։ Հայաստանի քաղաքական դաշտում այս բահից ոչ թե իմ խնդրանքով կամ հրահանգով, այս ժողովրդի սահմանադրական պահանջով մեկնարկում է պատմությամբ պահանջարկված մի երևույթ Նոր Հայաստան քաղաքացիական ազգային շարժում կազմավորելու գործընթացը։ Համազգային պայքարի նախադեсվելիք յուրաքանչյուր քայլ, խոսք կամ ձեռնարկ միանգամայն խաղաղ է լինելու, սահմանադրական, միաժամանակ պահանջադեր, քննարկումները լինելու են բաց, թափանցիկ եւ օրինական։ Եվ դրա դեմն առնելու ջար չունեն։ Ժառանգության առաջնորդից հետո ելույթ ունեցավ Հույդա խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով հայտարարեց, անհրաժեշտ է նախ կարողանալ վերաիմաստավորվել եւ վերադասավորվել, որպեսզի հնարավոր լինի սկսած պայքարը տևական դարձնել։ Ըստ Արմեն Ռուստամյանի իրենց նպատակը մեկն է՝ ընդդիմադիր շարժման հզորացումը։ Դաշնակցական գործիչն անդրադարձավ նաեւ ավագանու առաջիկա ընտրություններին, այն համարելով իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար մղվող պայքարի կարևորագույն մաս։ Սա քաղաքապետ չի ընտրված, սա նշանակված քաղաքապետ է, եւ պետք չի ժողովրդին խաբել, թե իրենք Տարոն Մարգարյանին են ընտրում։ Նրանք ընտրում են Տարոն Մարգարյանին նշանակող ազատողին։ Սա է։ Հակառակ պարագայում 4 տարվա մեջ 3 քաղաքապետ ոնց կփոխվի։ Մենք ունեցել ենք 3 նախագահներ, այդ 3 նախագահներն էլ օգտվել են այս համակարգի ծառայություններից իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Ուրեմն պետք է հրաժարվել այս նախագահական համակարգից։ Կուսակցությունից մեկը իսկապես առաջի դեմքերով ոչ ոք չի կապնում Հրաֆի Հովհաննիսյանի կամ Ժառանգությանը, բայց այդ նույն կուսակցության կողմից ֆինանսավորվող կայք էջերը, որոնք սնոբիզմով են արդեն տարապում, ամեն աստծու օր լուտակներ են թափում Հրաֆի Հովհաննիսյանի եւ Ժառանգության հասցեին։ Հավատալ այդ քաղաքական ուժի, որ իսկապես ինքը ուզում է համագործակցված պայքար։ Իհարկե ոչ։ ՀՀՇ նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը քաղաքացիական համաժողովի ընթացքում ելույթ ունենալով նախ հայտարարեց, որ ինքը միանում է Հրաֆի Հովհաննիսյանի նախաձեռնությանը, որից հետո անդրադարձավ փետրվարի 18-ից հետո երկրում տիրող իրավիճակին, Բարևի շարժման գործունեությանը եւ քաղաքականությունը համեմատեց շախմատի հետ։ Սերժ Սարգսյանը շատ է խոսում շախմատներից, հա, շախմատում այդպես է, մի քայլ մեկն է անում, այլ քայլ ուրիշը, մյուսը։ Հիմա իր քայլերի ժամանակն է, որովհետև
բոլորս հասկանում ենք եւ ես համոզված եմ նաեւ ինքը նստած այնտեղ Բագրամյան 26-ում հասկանում է, որ 5 տարի այսպես Հայաստանը չի դիմանա։ Այս իրավիճակով, երբ որ Հայաստանը դատարկվում է, երբ որ 42% բացահայտ ասում են, ոչ թե իմ երկիր, այլ այս երկրում ես չեմ ապրելու եւ ուզում եմ գնամ դուրս, 5 տարի հետո մարդ չի մնալու։ Նախընտրական փուլն երբ սկսվեց, այդ շախմատի ժամացույցը սեղմվեց այդ ժամանակվա գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ Բայց երբ մինչև հիմա չգիտի Սերժ Սարգսյանը, որ ընդհանրապես Ռաֆին սա շախմատ չի խաղում։ Եվ որովհետև շախմատ չի խաղում, դրա համար որևէ կանոնի չի ենթարկվում։ Փետրվարի 18-ին Ռաֆի Հովհաննիսյանը արձանագրեց շախմատ խաղալ չիմանալով իր հաղթանակը շախմատ խաղալ իմացողի նկատմամբ։ Եվ հիմա պետք է ասել, որ կանգնեցրեք ժամանակը, ժամացույցը, պարոն Սարգսյան։ Նոր պարտիա է սկսվել եւ արդեն ժամացույցը սեղմել է Ռաֆի Հովհաննիսյանը։ Ժառանգության ներկայացուցիչ ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ ապրիլի 9-ին եւ դրանից հետո հնչած այն խոսակցություններին, թե բարևի շարժումը մահացավ։ Նրա խոսքերով ոմանք պահանջում են արագ լուծում առկա խնդիրներին, սակայն շտապել պետք չէ։ Ապրիլի 9-ը մեր համար խնդիր չէր, որպեսզի մենք գրոհեինք Բաղրամյան 26-ը։ Բաղրամյան 26-ը գրոհելով մենք պետությունը չէինք կարող այն ունենալ, որը մենք բոլորս երազում ենք։ Դա ուղղակի պետք է մենք անցնեինք Բաղրամյանով եւ մենք անցանք, մենք դա արեցինք եւ ապացուցեցինք, որ դա անելու ենք առանց արյամբ եւ դա անելու ենք ազգովի։ Երբ քննադատում ենք Ռաֆի Հովհաննիսյանին, քննադատում ենք մեզ։ Երբ պահանջում ենք Ռաֆի Հովհաննիսյանից, պահանջում ենք մեզանից եւ առաջին հերթին մենք ինքներս եթե ասելու ենք որ շարժումը տապալվել է կամ որևէ մեկը շարժման ղեկավարներից ձախողվել է, ապա հասկանանք որ ասում ենք որ ժողովուրդը ձախողվել է։ Դա չպիտի անենք երբեք։ Համաժողովի վերջում Ռաֆի Հովհաննիսյանն ընթերցեց առաջիկայում իրենց անելիքների ժամանակացույցը եւ կարդաց նոր Հայաստանի հռչակագիրը, որից հետո եւս մեկ անգամ կոչ արեց չհիասթափվել ու չհուսահատվել։ Մեկ րոպե անգամ չկասկածել, որ հաղթանակը իրենցն է լինելու։ Վերջում Ռաֆի Հովհաննիսյանը երգեց Հայաստանի Հանրապետության օրհներգը եւ ներկաներին բարի գիշեր մաղթեց։ Էմապայլյան, Գոր Հովհաննիսյան, Գալանյուս։ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների եւ ոստիկանության միջև անցնող շաբաթ բախում է տեղ ունեցել Երևանի քաղաքապետարանի մոտ։ Ակտիվիստները պարզել են տարոն հանցագործ, տարոն պատասխան է ստալու, տարոն ատկատ եղիր եւ այլ բովանդակության պաստառներ։ Ակցիայի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ նշելով, որ պարզաբանումներ են ուզում Երևան հիմնադրամի գործունեության եւ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ունեցվածքի մասին։ Ոստիկանները խոչընդոտել են ակցիայի մասնակիցներին, որի ընթացքում էլ տեղի ունեցել քաշքշուկ կողմերի միջև։ Տեսանյութը բարեկամներ դիտեք առանց մեկնաբանության։ Քաղաքացիների վրդովմունքն է, քաղաքապետարանի ընդհանրապես Հայաստանի Հանրապետության իշխանությունների տարիներ շարունակ իրանականացված թալանի եւ քաղաքի քանդման, անճոռնիացման գործունեությանը։ Չես քծուկ կերտել, դու ուղղակի ներկայացնում են Տարոն Մարգարյանի արած ապօրինությունները։ Այս ախպեջան, սպասի, լսի ինտերվյուս լսի։ Ինչ տարբերություն, ես Ռաֆի հետ սա կարգու կանոն է, եկեք բոլորս կարգու կանոնին ենթարկվենք։ Մարդացրեցիք բոլորին մայթ։ Վերջին շրջանում մենք ականատեսենք հանրապետական կուսակցության
Դե մենք մեր պաստառներով ուզում ենք ցույց տալ քաղաքապետարանի բոլոր հանցավոր երևույթները։ Օրինակ իմ պաստառի վրա ես արձարծել եմ Երևան հիմնադրամի խնդիրը, ու ինչպես գիտեք, Երևան հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի կոռումպացված համակարգն է։ Շատ լավ։ Ես էլ ձեզ խնդրում եմ ապահովեք մեր անվտանգությունը, քանի որ մենք չենք խոչընդոտում երթևեկությանը։ Հանցագործ հանրապետական կուսակցությունը և նրան գլխավորող Սերժիկ Սարգսյանի կամակատար Տարոն Մարգարյանը տարիներ շարունակ թալանել են Երևանը։ Դրա արդյունքում արդեն պաշտոնական տվյալները Տարոն Մարգարյանը ունի շուրջ 8 միլիոն դոլարի կարողություն։ Հանցագործ, Տարոն, հանցագործ։ Այն հանցագործներին, որոնք տարիներ շարունակ թալանել են մեր քաղաքը։ Սիրելի հայրենակիցներ, Մարիսի 5-ին բոլորս ոչ ենք ասում կամակատար Տարոն Մարգարյանին և հանցագործ հանրապետականներին։ Շարունակում ենք թողարկումը։ Անցնող շաբաթ տեղի ունեցավ Գյումրու Ավագանու հերթական նիստը։ Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը Սամվել Բալասանյանը հայտարարությամբ է հանդես եկել, անդրադառնալով նախորդ նիստի ժամանակ տեղի ունեցած վիճաբանությանը։ Նա նշել է, թե այսուհետ նիստին ներկա քաղաքացիները հայտարարությամբ հանդես գալու համար պետք է ունենան Ավագանու համաձայնությունը, ապա որոշ խորհուրդներ է տվել Ավագանու անդամներին և քաղաքապետարանի աշխատակիցներին ու նշել, թե ոչ ադեկվատ պահվածք ցուցաբերելու դեպքում քաղաքապետարանում էթիկայի հանձնաժողով կձևավորվի։ Խոսվել է նաև քաղաքում այս օրերին իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասին։ Նիստի ընթացքում պարզ է դարձել, որ երկու ընկերություն դատի են տվել Գյումրու քաղաքապետարանին, ներկայացնում է Հերմինե Մկրտչյանը։ Գյումրու Ավագանու այսօրվա նիստի օրակարգ ընդգրկվել էր 11 հիմնական և 8 լրացուցիչ հարց։ Օրակարգից դուրս մեկ հարց սկզբում քննարկվեց, որը վերաբերում էր քաղաքի փողոցաշինությանը։ Ստեղծվել են Ավագանու անդամներից ու քաղաքապետարանի պաշտոնյաներից բաղկացած հանձնաժողովներ, որոնք հետևելու են քաղաքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին։ Ներկայացվեց, որ հարցը շատ կարևոր է, պետք է գործընթացն արագացնել, որպեսզի մշակութային մայրաքաղաքի միջոցառումների մեկնարկին քաղաքը ներկայանալի տեսք ունենա։ Լուրջ ասֆալտապատման աշխատանքները սկսվելու, նաև ընդամենը երևի մի շաբաթից ուղղակի եղանակները աստվածտավոր լավ լինեն, անձրևներ չլինեն, նաև կապիտալ նորոգումները հրաբարակի հետ կապված, նաև այս փողոցների հետ կապված, հիմա տեսնում եք Գայի փողոցը լրիվ քանդել ենք, արագացնում ենք, որպեսզի նաև կարողանանք ուղղակի հասցնել։ Ու մինչ իր աշխատասենյակում Սամվել Բալասանյանը հայտարարում էր, թե իրենից սկսած քաղաքում ստեղծված վիճակով մտահոգ բոլոր քաղաքացիները հետևելու են կատարվող աշխատանքների որակին, դրսում անձրևի տակ շինարարները փոսալցում էին իրականացնում։ Իսկ նիստի ընթացքում պարզվեց, որ Ավագանու անդամների մի մասը տեղյակ չէ, թե ինչ պատճառով են ընդգրկվել հանձնաժողովի կազմ և կամ ինչպես է վերահսկելու ասֆալտապատման աշխատանքները։ Չի կողմ, մեխանիզմը դեռ պարզ չէ, այսինքն կովիդ ասած մենք չգիտենք դեռ մեր այնելիքը, այսինքն ասֆալտապատման վերահսկողության հետ կապված։ Դուք իրար հետ հավաքվեք, հարգելի Ավագանի և կարողանաք իրար հետ ուղղակի նաև համագործակցել։ Ավագանու նիստի օրակարգն հաստատելուց հետո քննարկվեց Գյումրու այս տարվա բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքը։ Քաղաքապետարանի ֆինանսների բաժնի պետ Լենա Ջիլավյանը ներկայացրեց բյուջեի մուտքերն ու ծախսերը, ապա անդրադառնալով քաղաքապետարանի ունեցած պարտքերին նշեց, թե երկու ընկերություններ դատի են տվել Գյումրու քաղաքապետարանին։ 425 միլիոն գյումրեցի ընկերների պարտքն է և 4 միլիոնի չափով աջակից ընկերների։ Աջակից ընկերները գազի, ծառայողական մեքենաների և կոմունալ համակարգի քաղաքապետարանի նախկին ծախսն է, որը որ ասենք սպասարկվել է ու ծախսը ամրագրվել է։ Իրենք արդեն հայտ են ներկայացրել։ Գյումրու Ավագանին այսօր որոշում ընդունեց ուղեր ցեղել Հայաստանի Հանրապետության վարչապետին Շիրակի երկրագիտական թանգարանին շենքային նոր պայմաններ տրամադրելու մասին։ Լրացուցիչ հարցերից ուշագրավ էր Շիրակի մարզպետարանի կողմից Գյումրու քաղաքապետարանում իրականացված վարչական հսկողության արդյունքների քննարկումը։ Քաղաքապետարանում իրականացվել է վարչական հսկողություն մարզպետարանի կողմից, որի արդյունքում կազմվել է ակտ։ Ակտը համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի պետք է ներկայացվի Ավագանու քննարկմանը։ Ակտի օրինակ ակտում ներառված առաջի կետերից մեկը, որ նախկին վարչական հսկողության ակտը չի ներկայացվել համայնքի Ավագանու քննարկմանը։
Դա թերություն է ֆիքսվել որպես։ Նիստի ավարտին որոշում կայացվեց Գյումրեցի մի քանի անապահով ընտանիքների տրամադրել դրամական աջակցություն։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալենյուս։ Ապրիլի 16-ին տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին Գյումրու Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 27 շենքի 33 բնակարանում տեղի ունեցած նռնակի պայթյունի հետևանքով տուժեցին Գյումրու 3 բնակիչներ, ովքեր տեղափոխվել էին բժշկական կենտրոն։ Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ 56-ամյա Եղիշե Թորոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է։ Վերջինս Եղիազարյանների բնակարանում նռնակ է գործարկել եւ նախնական տեղեկությունների համաձայն անձնական խնդիրների պատճառով, այլ մանրամասներ առաջարկվող տեսանյութում։ Մինաս Ավետիսյան փողոցի 27 շենքի 33 բնակարանում ապրում են քույր ու եղբայր Հասմիկ եւ Հովանես Եղիազարյանները։ Նրանց հարևանը Հովանես Միսակյանը մեծ զրույցում պատմեց, որ 3 ժամը 21:30-ի սահմաններում հարևան բնակարանից վիճաբանության ձայներ է լսել։ Կարճ ժամանակ անց տեղի է ունեցել պայթյունը։ Շատ ուժեղ աղմուկ էր էլի, բայց չէի պատկերացնում, որ կարող են նռնակս տրաքսնել, ասենք շենքի մեջ։ Տուժած երրորդ քաղաքացուն Եղիշե Թորոսյանին չի ճանաչում, միայն տեղյակ է, որ նա նռնակները ձեռքին մտել է Եղիազարյանների բնակարան եւ վիճաբանությունից անմիջապես հետո գործարկել դրանցից մեկը, ինչի արդյունքում 3-ն էլ մարմնական վնասվածքներ են ստացել։ Առաջին նռնակը տրաքսել էր, երկրորդը ձեռքին էր եղել։ Այդ ոստիկանության աշխատողներ երկրորդը ձեռքից վերցրել։ 1973 թվականին ծնված Հովանես Եղիազարյանի եւ 1967 թվականին ծնված Հասմիկ Եղիազարյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Պայթյունի հետևանքով նրանք ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ 57-ամյա Եղիշե Թորոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա առողջական վիճակը ծանր է։ Թորոսյան Եղիշի մոտ նախնական ախտորոշվել է ստորին վերջույթների պայթյունային վնասվածք, բազմաթիվ վերքերով եւ օտար մարմիններով եւ այնտեղ վնասված էր աջ սրունքի միջին երրորդի մագարտակով, ուրեմն մեծ վոլոկային զարգերակը մի քանի տեղով սուր արտաքին անորոշությամբ հիվանդը անմիջապես վիրահատվել է, հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հասմիկ Եղիազարյանը մեծ զրույցում նշեց, որ Եղիշե Թորոսյանն իրեն մի քանի անգամ սպառնացել է, որ վնաս է պատճառելու։ Կոնկրետ 3 դեպքի օրը եղել է հարբած վիճակում։ Նրանց տուն է մտել եւ գործարկել պայթուցիկ սարքը։ Մինչ այդ Հասմիկը հասցրել է ահազանգել ոստիկանության հերթապահմաս։ Ոստիկանները դեպքի վայր են ժամանել այն պահին, երբ Եղիշեն փորձել է նաեւ երկրորդ նռնակը օգտագործել։ Զարգեց, գալի դուրը բացեց։ Մտաղվեց այդտեղ քաշ քշոցման։ Ես կուզեի օգնել այդ լիմոն կենոց տեսած հեռն է, կամ վերցնենք, կամ չթողնի, որ աղբորս զարգե բանել է, թե կլորեց, թե կծեց, ինչ երեց, չիդեմ, գիտեմ, որ տրակապ սաղ տունը եղած չեղածը, այդ ասկովկիկն է սաղ թրավ իմ վրա։ Հասմիկը նշեց նաև, որ Եղիշե Թորոսյանի հետ բարեկամական կապեր չունեն եւ որ խնդիրներն ավելի շատ անձնական բնույթի են։ Թե բարեկամ էր, թե ուղղակի ձեր հետ անձնական ինչ-որ հարցեր էր ուզում ունենալ։ Հարիգան չի։ Ուղղակի ձեր հետ է ուզել անձնական շփումներ ունենալ, ու դրա համար է սպառնացել։ Իրան տարել է միլիցիա, զգուշացրել են, որ հանգիստ թողնի, բայց Շիրակի մարզի քննչական բաժնից մեզ փոխանցեցին, որ նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում, Պապոյան, Գալենյուս։ Մեր հարևանները նախագծի շրջանակներում շարունակվում է Ստամբուլում նկարահանված տեսանյութերի ցուցադրումը։ Այժմ առաջարկում եմ դիտել տեսանյութերի շարքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։ Ստամբուլում գործող դպրեվանքի վարժարանը մինչև 18-րդ դարի սկիզբը գործել է Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ։ Հետագա տարիներին վարժարանը ծառայել է որպես հոգևոր դպրոց, որտեղ կրթություն են ստացել Պոլսայի հայտնի մտավորականներ եւ հասարակական ու քաղաքական գործիչներ։ 1932 թվականին թուրքական կառավարության որոշմամբ վարժարանը դադարեցնում է իր գործունեությունը։ Տնօրենի խոսքերով որոշումն ավելի շատ տնտեսական ու քաղաքական նկատառումներ ուներ։ Շուրջ 20 տարի դպրեվանքի վարժարանի աշխատանքները արգելված են եղել։ 1953 թվականին Պոլսո
Պատրիարքի առաջարկով հայկական վարժարանը վերաբացվել է, այս անգամ պոլսահայերի համար ծառայելով եւ որպես վանական համալիր եւ որպես դպրոց։ Տնօրեն Արմեն Սարուխանյանի խոսքերով վերաբացումից հետո վարժարանն ունեցել է 31 աշակերտ։ 1953-ին 6-րդ դասարան բացված է 31 աշակերտով, հետո ամեն տարի հետսել է դասարանը ավելնալով, մինչև 11-րդ դասարան լրացված է։ Մինչև 1967 թվական ընձայարանը բաց մնացած է, հետո զանազան պատճառներով կոչված է 1967-ին եւ անգե իվերալ կլասիկ մեկ լիսեմը ըլլալով կբաշխանավարենք ոս։ Դպրևանքը ներկայումս ունի ավագ դպրոցի կարգավիճակ։ Վարժարանում վերջին տարիներին նվազել է աշակերտների թիվը, նշում է տնօրենը։ Այժմ Դպրևանքի հայկական վարժարան է այցելում 69 սան։ Դասապրոցեսները կազմակերպվում են Թուրքիայի կրթության եւ գիտության նախարարության սահմանած ծրագրի համաձայն։ Շաբաթական 5 ժամ նախատեսված է նաեւ հայոց լեզվի ուսուցման համար։ Մանկավարժների զգալի մասը պոլսահայեր են։ Միայն թուրքերեն աշխարհագրություն եւ պատմություն առարկաներն են դասավանդում թուրք մասնագետները։ Շաբաթը 5 ժամ հայերենի դաս ունենք։ Մնացյալ դասերը ընդհանրապես թուրքերեն կդասավանդենք։ Այսօր պատճառները արգավ մինակ մեզի հadoop բան մչե, ընդհանուր համայնքին այդ կապ ունեցող պատճառները դժբախտաբար քիչ մը հայերենին առօրյայի գործազությունը հետսել է գբաքսի գոր։ Նախագծարաններն սկսյալ մեկ խնդրեմ ունենք։ Վարժարանի սաների խոսքերով իրենք ուրախ են, որ հնարավորություն ունեն կրթություն ստանալ հայկական վարժարանում, ուսումնասիրել իրենց ազգի պատմությունն ու մայրենի լեզուն։ Իհարկե հայերենի դասաժամերը քիչ են, նշում են աշակերտները, բայց եւ այնպես շեշտում են, որ դասերն անցնում են բավականին հետաքրքիր։ Հայերենի ուսուցիչներն լավ են, շատ լավ մեզի քիդականություններ գբատնային գնենք զվարճանանք հայրենների մեջ զվարճության մեջ դասեր գնանք գնան Պոլսահայ այս երեխաների հետ է սովորում նաև Հայաստանից 6 տարի առաջ Ստամբուլ մեկնած Ռուբեն Խաչատրյանը։ Խոստովանում է, սկզբնական շրջանում դժվար է եղել հաղորդակցվել դասընկերների հետ։ Թուրքերենի չիմացությունը եւս որոշակի խոչընդոտ է հանդիսացել։ Ընկերների հետ առաջին անգամ խոսալը չիմանալու շատ դժվար էր, հետո կամաց սովորել եմ, շատ ուրախ եմ։ Այստեղ էլ շատ լավ կվարվեն ինձ հետ։ Ես շատ շնորհակալ եմ հայտնում իրենց Հայաստանի նման կսովորցնեն։ Միշտ սեփական չեն կարող մնալ, այն պատճառով ամառը միշտ գնում գալիս ենք Հայաստան։ Հայկական վարժարանը համալրված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ունեն մասնագիտացված դասարաններ, որտեղ աշակերտները խորացված ուսումնասիրում են տարբեր առարկաներ։ Սուրբ Հայր Դպրևանքի մեջ դարապանության ուսուցչուհի եմ։ Այս տարի իմ առաջին դարիս է։ Ես շատ ուրախ եմ, որ հոս կաշադիմ գոր եւ շատ սիրելի աշակերտներ ունիմ։ Հիմա այսօր մենք Portsmouth ենք աշակերտներով հետ։ Այդ փորձին վերջալ հիմա հոսը հավաքեցինք, մակրեցինք, աշակերտներն ասիկա սորեցան ինչպես լաբորատորի մեջ բիդաշադին, ինչպես փորձեր բիդանեն, ասիկա փորձում է հավ աշակերտներու համար։ Իսկ սա վարժարանի ճաշարն է, որտեղ աշակերտները սնվում են։ Վարժարանն ունի նաև գիշերօթիկ հաստատության կարգավիճակ, որտեղ մնում են այն աշակերտները, ովքեր ամեն օր դպրոց հաճախելու հնարավորություն չունեն։ Իսկ ֆինանսական բոլոր ծախսերը հոգում է հայկական համայնքը, նշեց վարժարանի տնօրեն Արմեն Սարուխանյանը։ Հիմա հարգավ գարկ մը գալվածներ կա, եւ այդ գալվածներն ալ իշտեսենք որ ծրամ մը գարնվի հարգավ, վարս մը գարնվի, բայց անոնք բյուջեին բզդիկ մեկ մասը հազիվ գտիմավոր է անոր համար նորեն մնացյալը բյուջեին մեծ մասը համայնքեն եկած օգնություններով գամփոխջացվի։ Դպրևանքի վարժարանի աշխատակազմին հրաժեշտ տալուց հետո մենք ուղևորվեցինք դեպի Արամյան վարժարան։ Հայկական այս դպրոցի գործունեության մասին պատմող տեսանյութը հաջորդի։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիպեկյան, Գալանյուս, Ստամբուլ։
Արամյան վարժանն ունի ոչ միայն ավագ դպրոցի կարգավիճակ, այլև տարրական դասարաններ։ Նախկինում այս վարժարանը գործել է Քադիգյուղ կոչվող տարածքում, սակայն թաղամասը հետագա տարիներին վերաբնակեցվել է եւ որպես հիվանդանոց կառուցված դպրոցի շենքը չի բավարարել ուսումնառությունը բնականon կերպով կազմակերպելու համար։ Տեղափոխումից հետո սկզբնական շրջանում վարժարանը եղել է փայտաշեն։ 1961-ից 1965 թվականներին Պոլսո պատրիարքի նախաձեռնությամբ իրականացվում է շենքի հիմնանորոգում։ Եվ բادرազմի թվականներուն ալ աստեղը հիվանդանոց ըլլալով գծարա է, քաղաքտական օջախ մգլլա հետո եւ ուր որ բարդեզին մեջը միության շենքը գա գսկսին հոն ուսումալ դալ, անդեղը մանգաբարդեզ ըլլալով կործածել եւ ինչպես գիտեք մեր հայ վարժարաններում մեջ եղած է միշտ մանգաբարդեզներ։ Հետևաբար ավելի վերջ ուղագի աս շենքը գսկսի կործածվիլ նշան Յաղուպյանի գողմ է։ Սկզբնական շրջանում Արամյան վարժարն ունեցել է շուրջ 450 աշակերտ, սակայն տարեստարի ուսումնական հաստատություն այցելող սաների թիվը նվազել է։ Ներկայումս վարժարն ունի 165 աշակերտ։ Հայապահպանությունը Ստամբուլում օրախնդիր է, ասում է վարժարանի տնօրենը, եւ որպեսզի աշակերտները առավել խորությամբ ուսումնասիրեն մայրենի լեզուն եւ հայոց պատմությունը, մանկավարժների նախաձեռնությամբ տպագրվել են հայկական գրքեր, որոնք նախատեսված են ինչպես տարրական, այնպես էլ ավագ դասարանների աշակերտների համար։ Հայրենը այս վարժարաններուն համար ցևոմը իրենց քոյության փաստն է եւ կարելի եղածին չափ մեր լեզուն, մեր քիրը, քրագանությունը, մեր մշակույթը պահպանելու աշխատություններ գլլան, բայց եկեք տեսեք, որ վերջին տարիներուն գարկմը խառն ամուսնություններ, օդար ամուսնություններ դունեն առնված մայրենի լեզուն դգարացուցած է։ Դպրոցի շենքում գործում է նաև նախակրթարան, որտեղ այցելում են հիմնականում պոլսահայերի երեխաները։ Մանկապարտեզը համալրված է անհրաժեշտ գույքով։ Ըստ վարժարանի տնօրեն Լեռնա Քարաքյութուկի, հատկապես վերջին տարիներին նախակրթարան այցելող երեխաների թիվն ավելացել է։ Նրանց համար կազմակերպվում են տարբեր բնույթի միջոցառումներ։ Երեխաները հաղորդակից են դառնում նաև ազգային ավանդույթներին։ 20 երեխա ունենք հոս, 3 տարեկան են, 3 երեուգես, հիմա գամած 4 կլնա։ Մանչերը աստարի ավելի շատ է, մանչ զավակները, ամեն օր դպրոց կանք, կերտանք, միասին, սարական աշխատություններ գնենք, երկեր գսորվին, անորվան շաբթվան նյութերուն մասին, նախընտրիկ ժամունին դեսածներն ուտպես մա նախընտրիկ գնեն, սորեկվան ջաշեր հոս կջաշեն, բուդույթներու գերտանք, բարի թասեր ունինք, անգլերեն թասավանդություններ ունինք, կզակրության թաս կդեսնան։ Վարժարանի շենքում գործում են նաև առանձին խմբակներ, նաև ճաշարան, ինչպես Դպրևանքի հայկական վարժարանի, այնպես էլ Արամյանի ֆինանսական ծախսերը հոգում են հայկական համայնքի ներկայացուցիչները։ Հայկական վարժարանների պահպանման գործում մեծ է նաև Պոլսո պատրիարքարանի դերն ու նշանակությունը։ Այդ ֆինանսը փոլորովին Սուրբ Թագավոր եկեղեցվո ֆինանսավորումով գործե մեր դասարանները, անշուշտ այն ծնողները, որոնք գամավոր գերբով գուզեն նվիրատվությունն էլ անոնք կընդունվին, պարերարներ կան, պարերարներու նվիրատվությունները, հետո գեսորվան ջաշը մաս մթարցյալ գամավոր ծնողներ գվջարեն, հոգեջաշեր գարնվին, Ընդհանուր առմամբ Ստամբուլում գործում է 18 հայկական դպրոց, չնայած այն հանգամանքի, որ դրանք թուրքական կառավարության կողմից չեն ֆինանսավորվում, բայց եւ այնպես գտնվում են պետության վերահսկողության ներքո։ Հայկական վարժարանների փոխտնօրենները թուրքեր են, մանկավարժների մեծ մասը եւս նախարարության առաջարկով են նշանակվում։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիպեկյան, Գալանյուս, Ստամբուլ։ Հրանտինքի անվան դպրոցը հիմնադրվել է 2003 թվականին, դրա համար մեծ ջանքեր են պահանջվել, ասում է տնօրենը։ Ըստ Հերիկնա Սավագյանի, երբ ընտանիքով Հայաստանից տեղափոխվել են Ստամբուլ, ծանոթացել է Պոլսայի մի երիտասարդի հետ, ում առաջարկությամբ շուտով ձեռնամուխ են լինում դպրոցի հիմնադրմանը։ Նրանք նամակ են հասցեագրում հայավետարանչական եկեղեցու հոգևոր առաջնորդին, խնդրելով հատկացնել տարածք դասապրոցեսները կազմակերպելու համար։ Գրիգոր Աղաբալօղլին առաջարկում է ուսումնառությունը կազմակերպել եկեղեցու ներքևի հարկում։ Ուսումնական առաջին տարում դպրոցն ունեցել է 10
10 աշակերտ։ Ես Թուրքիա եկել եմ 2002 թվականին, բոլոր հայաստանցիների նման եկել էի աշխատելու, հետո ասացին, որ կան երեխաներ, որոնց ցավոք սրտի չեն կարողանում որևէ դպրոցում տեղավորեն եւ փորձում են դպրոց ստեղծեն, չունեն ուսուցչուհի։ Ես ասացի, որ կփորձեմ, այդպես 7 աշակերտով սկսեցինք, 2003-2004 ուսումնական տարվա կեսն էր արդեն ձմեռը, սկսեցի, կարելի ասել, որ հիմնադիրը ես եմ, Պոլսահայ Ալեքս անունով մի տղայի հետ միասին, այդպես սկսեցին եւ տարի գնալով երեխաները շատացան, հետո նոր ուսուցիչներ վերցրինք ու շարունակում ենք մինչեւ այսօր։ Ստամբուլում գործող հայկական այս դպրոցը մի քանի տարի գործել է առանց արտոնագրի։ Հետագա տարիներին Պոլսո պատրիարքարանի ջանքերով դպրոցի գործունեությունը օրինականացվել է։ Տնօրենի խոսքերով տարեստարի նկատվում է աշակերտների թվի ավելացում։ Դպրոցի կազմակերպիչները նշում են, որ սա իր բնույթով միակ կրթական հաստատությունն է, որտեղ բոլոր առարկաները դասավանդվում են Հայաստանի կրթական ծրագրին համապատասխան։ Դասագրքերն ուղարկում են Հայաստանի Սփյուռքի նախարարությունից։ Այս դպրոցը հայաստանցի երեխաների համար է։ Հիմա անցած տարվանից արդեն կառավարությունը իրավունք է տվել հայաստանցի երեխաներին որպես հյուրաշակերտ Պոլսահայ դպրոցները հաճախելու, բայց մեր մայրիկները, ծնողները գերադասեցին, որ այստեղ շարունակեն, որտեղ ծրագրերը մեր Հայաստանի ծրագրերին են համապատասխանում, գրքերը տրամադրում է կրթության եւ գիտության նախարարությունը։ Եվ երեխան, երբ որ ետ է վերադառնում Հայաստան, նրա համար շատ ավելի ցանկալի է, որ ավելի դյուրին է մեր կրթությունից հետո շարունակի Հայաստանում։ Նայեցանք, որ 5 աշակերտ 10 եղավ, 10, 15, 15-ի 20, ոսի կոստեղ կորզմը գա, ապես մենք սկսեցինք օրինավոր ծևով դպրոց բանալ եւ ինչպես կլա որ ամ պրոգրամները բաները Հայաստանի մեջ է, Հայաստան նախագահարան տասարանները մեջ գլա նույն տասերնալ սկսեցին կոստեղ դալ որ չգործվին եւ եթե մեկը ըսեմ թե մեկ քանի տարի վերջ Հայաստան դառնալ հոնդերնալ շարունակե իր դպրոցին իր տասին Դպրոցում սովորում են Հայաստանից Թուրքիա տեղափոխված եւ այդ երկրում ոչ լեգալ ապրող հայերի երեխաները։ Մանկավարժների զգալի մասը եւս Հայաստանի տարբեր շրջաններից Ստամբուլ տեղափոխվածներն են։ Դոնարա Բերբերյանը գյումրեցի է, երկար տարիներ աշխատել է թիվ 1 կրթահամալիրում։ Ֆինանսական դժվարությունները ստիպել են մանկավարժին 8 տարի առաջ ընտանիքով տեղափոխվել եւ հաստատվել Ստամբուլում։ Աշխատանքից դժգոհ չէ, սակայն նշում է, եթե Հայաստանում հնարավորություն ունենա նորմալ վարձատրությամբ աշխատել, ապա կվերադառնա։ 3 ուսանող ունեի, 3 աղջիկներս էլ ուսանող էին, մի քիչ դրամական խնդիրներ կար։ Տեղափոխվեցի եկա այստեղ, աշխատավարձը մի քիչ բարձր էր։ Դրա համար պատճառը դա էր։ Ես ուզում եմ Հայաստան վերադառնալ։ Առայժմ դեռ հնարավորություն չկա, բայց վերադառնալու եմ անպայման։ Ժամանակավոր է այստեղին մնալը։ Դպրոցում թուրքերեն չի դասավանդվում, փաստը իհարկե թուրքական կառավարության կողմից հաճույքով չի ընդունվում, բայց եւ այնպես հայկական դպրոցի գործունեությանը փորձում են չմիջամտել, ասում է Հրանտինքի անվան դպրոցի տնօրենը։ Յուրաքանչյուր դասաժամ մեկնարկում է հայոց հիմնի կատարումով։ Իստեղի հայ ավետարանչական եկեղեցին կառուցվել է 1850 թվականին։ Եկեղեցու դռները բաց են բոլորի առաջ, ասում է հոգևոր հովիվ Գրիգոր Աղաբալօղլուն։ Մեծ է հատկապես եկեղեցի այցելող հայաստանցիների թիվը։ Յուրաքանչյուր կիրակի, ինչպես նաև եկեղեցական տոներին մատուցվում է պատարագ։ Եվ մեր ավետարանական եկեղեցի հիմա աստարերուն մեջ բոլոր ժողովուրդներն համար եկեղեցին թուրոփացել է, տարբեր երկրներն մարտիկները գուքան Թուրքիայի մեջ քրիստոնյա երկիրներեն գուքան հոստեղ աշխատին անոր համար գուզենք որ դարբեր լեզուներով ժողովներ ըլլա հոստեղը անոր մա գիրագի օրը եկած ադեն առաջին թուրքերեն լեզուով վերջի հայաստանցիներն համար հայերեն լեզուով վերջի ռուսերեն լեզուով որովհետև շատ Ռուսաստանի գոմերեն եւ ողներ կան ամենն վերջնալ բարսկերեն լեզուով պաշտամունքներ գնենք հոստեղը Հավելենք, որ Հրանտինքի անվան հայկական դպրոցում ուսումը վճարովի է։ Յուրաքանչյուր աշակերտի համար ծնողը ամսական վճարում է $60 համարժեք գումար։ Ներկայումս դպրոցն ունի 110 աշակերտ։ Փայլակ Վարադյան, Գարիկ Ազեբեկյան, Գալանյուս, Ստամբուլ։
Գումգափում Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկն է։ Այստեղ է գտնվում Պոլսո հայոց պատրիարքարանը եւ Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցին։ Թաղամասը հիմնականում բնակեցված է Հայաստանից մեկնած եւ ժամանակավորապես այդ երկրում հաստատված հայերով։ Հայաստանից նկարահանող խումբ է եկել Ստամբուլ։ Թաղամասում մեր հայտնվելուց անմիջապես հետո այս լուրը արագությամբ տարածվեց այնտեղ։ Շուտով հավաքվեցին Հայաստանից տարբեր պատճառներով եւ տարբեր տարիներին Ստամբուլ մեկնած հայերը։ Ինչպիսին է վիճակը Հայաստանում, փոփոխություններ կան թե ոչ, նոր աշխատատեղեր գործարկվել են, նման հարցեր էին ուղղում մեզ, թե ինչու եւ ինչ պատճառներով են ստիպված եղել տեղափոխվել Թուրքիա, շատերը սկզբում պատմել եւ ներկայացնել չցանկացան։ Կարիքն է ստիպել, լռությունը խախտելով, նշում է Նարինե Համբարյանը։ 13 տարի առաջ ամուսնու հետ տեղափոխվել են Թուրքիա։ Չնայած այն հանգամանքին, որ այստեղ աշխատանք ունեն եւ վարձատրությունից էլ դժգոհ են, նշում է, եթե Հայաստանում սոցիալական վիճակը բարելավի, 1 րոպե անգամ չի մնա Ստամբուլում։ Չէի ցանկանա տուն աշխատել, չէի ցանկանա որևիցե մեկի երեխային խնամել, կցանկանայի իմ աշխատանքս ունենալ եւ իմ երեխաներից սպայել։ Եվ այսօր իմ երեխաներս ամուսնացած են, աշխատանք չունեն իմ տղաս։ Ես կաշխատեմ, իմ ամուսնուս հետ մեկտեղ մենք կպահենք իրենց։ Թող Հայաստանը անչափ լավ եղնի, որ կարողանանք մենք բոլորս մեր հողի մեջ, մեր հայրենիքի մեջ կարողանանք այսչափ վաստակել, որքան այստեղ ենք վաստակում։ Աննա Գրիգորյանը 2 ամիս առաջ է տեղափոխվել Ստամբուլ։ Գումգափու թաղամասում զբաղվում է առևտրով։ Հայաստանում տիկին Աննային աշխատանք գտնել չի հաջողվել։ Օտար լեզուների եւ համակարգչի իմացությունը պարտադիր պայման են դարձրել եւ աշխատանքի չեն ընդունում, դժգոհում է նա։ Բայց եթե Հայաստանում մեր տարիքի համար հենց հիմա էլ գործելնի, լրիվ երևի հետ կգնան։ Բայց ցավոք սրտի, քանի որ անգլերեն չգիտեմ, հավաքարարի համար անգլերեն են ուզում, աշխատելու համար, չգիտեմ, դիպլոմ են ուզում, բայց 25 տարեկան են ուզում, մինի յուբկա են ուզում, չգիտեմ ինչ են ուզում, այդ բոլորից հեռու մարդ ենք։ Եթե այդ բոլոր պայմանները լինի, մենք որտե աշխատենք։ Վաղ միսօր էլ կգա մեր տարիքը, թոշակ պետք է գնանք։ Եթե ստաժ չունենք, ոնց գնանք թոշակ։ Տիկին Աննային շուտով ընդհատում են հարևանները։ Շատ մի դժգոհ, իրավիճակը Հայաստանում շուտով կփոխվի։ Դու էլ, մենք էլ, բոլորս էլ մի օր կվերադառնանք, ասում է շուկայում կոշիկ վաճառող Համլետ Կիրակոսյանը։ Այստեղ էլ շատ դժվար է։ Չմտածեք, թե մեզ այստեղ գրկաբաց են ընդունել։ Դժվարություններ բոլոր տեղերում կան։ Կարող է հացի փող կհանեն։ Կարող է նե մարդ չկա։ Ամերիկա բան կամերը խաս կարա։ Էլի։ Ասում բան։ Իրանց կանայք չաշխատեն, իրանք։ Կանայք մենակ չես կարնա։ Ուրիշ բան չէ, այլ եղնից աշխատի շինարարության վրա բանել ու բաց չէ։ Անահիտ Եղոյանը Հայաստանից ներկրված սննդամթերք է վաճառում։ Նրան թաղամասում ճանաչում են որպես հին ու լավագույն առևտրական։ 15 տարի առաջ տիկին Անահիտը վաճառել է Գյումրիում գտնվող իր բնակարանը եւ մեկնել Ստամբուլ։ 3 երեխաներին վաղուց չի տեսել, նրանք գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Իրեն էլ են հրավիրել, սակայն չգնալու պատճառ ունի։ Ընտանիքով է, այդ ընտանիքս կամած աղջիկս Ռուսաստան, տղաս Ռուսաստան, այն մի տղաս Ռուսաստան, ես մնացի այստեղ մենակ։ Ես չէի կարում գնա, որովհետև գերեզման ունեմ սարքելու։ Տունը ծախեցի մեր երեխի համար։ Ինչի չէի ուզել։ Ես եք ուզեմ Հայաստանի հողի մեջ մեռնեմ։ 70 տարեկան եմ, փոքր չեմ։ Ի տարբերություն իր բախտակից գործընկերների տիկին Անահիտը Հայաստան վերադառնալ չի ցանկանում։ Գնամ ինչով զբաղվեմ, որ հասնեք Հայաստան պետական ցանկացած կառույցից հետաքրքրվեք, ասեք մի կին կա, 70 տարեկան է, որ գա Հայաստան, աշխատանքով կապահովեք, նշեց Անահիտ Եղոյանը։ Ես տեղ արդեն 15 տարի մեռելին թաղել եմ, ով որ մահացել է օգնել եմ, հարսանիքն եղել է օգնել եմ, փողի կարիք են ունեցել տվել եմ, ամեն ինչ արել եմ հանուն մեր հայությանը, բայց որ ես Երևանում եղնեի, ես կարա, չէի կարա։ Թուրքիայում հաստատվող հայաստանցիների թիվը տարեցտարի ավելանում է։ Հայրենիքում առկա սոցիալ-տնտեսական վիճակը ստիպում է շատերին հաստատվել օտար երկրում։ Սակայն այս մարդիկ մեզ բարի ճանապարհ մաղթելով հույս էին հայտնում, որ մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա արդեն ոչ Թուրքիայում, այլ Հայաստանում, իրենց վերադարձից հետո։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիպեկյան, Gala News, Ստամբուլ։ Պոլսայի 3 ընկերներ տարիներ առաջ իրար հրաժեշտ խոստացել են, եթե հանդիպեն, ապա միայն Գետիկ Փաշայի եկեղեցում։ Պոլիս այս անգամ որոշել են այցելել ընտանիքներով։ Հիմա եկեղեցում աղոթում են, որից հետո ներկայացնում, թե ինչու եւ ինչ պատճառներով ստիպված եղան հեռանալ երկրից։ Պեժդակեսյանը 11 տարեկան է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել եւ հաստատվել են Գերմանիայում։ Պոլիս հաճախակի չի այցելում, ժամանակը չի ներում։ Հարազատների ընկերների հետ հանդիպումներ կազմակերպում են Ստամբուլից դուրս, իսկ հերթական այցի նպատակը Սուրբ Զատկի տոնը ընկերների շրջապատում նշելն է եղել, ասում է նա։ Այս անգամ որ եկած ենք վրային դարներ անցավ, հայտնի գլագոն, որ մեր հայերի մասին մի քիչ մնա ավելի լավ եղել է վիճակը, ասենք։ Աթին ժամանակներ, եթե ասենք
հաչերնից եւ այլն դուրս են գերավարներ, մենք գկոցեինք որ չլեսդանասելով, չէ մեզի գսեին փակեցեք կամ չդեսնվի, արանք թուրքերը ամենադե մի բան գսեին, բայց այս տարի տեսանք որ արանք բանը չի գա։ Պերճ Դակեսյանի մանկության ընկերը Արտաշես Ալայանը 1969 թվականին ընտանիքով մեկնել է Ավստրիա, այնտեղ հիմնել են սեփական բիզնես։ Եթե հնարավորություն ունենանք, ապա ցանկությունը մեծ է յուրաքանչյուր տարի այցելել Պոլիս։ Այստեղ շատ բան է փոխվել, մարդիկ են փոխվել, նախկին ջերմությունը այլևս նկատելի չէ, ասում են նա, բայց եւ այնպես հարազատ վայրում լինելը հաճույք է։ Մշտական բնակության համար Պոլիս վերադառնալ սակայն չի պատրաստվում։ Ուքանք մեկ երկու ամիս կմնանք, հետո նորեն մեր կորզի մեջ է։ Ժամանակը գծցնե, եթե մեկ երկու տարի հետ կոշակլանք, անադինը երկար մեկ ժամանակ գրնանք մնալ։ Եկեղեցու հարևանությամբ է գործում այն դպրոցը, որտեղ հաճախել են իրենք։ Ցույց են տալիս իրենց դասասենյակը։ Շատ բան չի փոխվել, ասում են նրանք։ Լուսանկարներում իրենք են դասընկերների հետ։ Նրանցից շատերը եւս տարբեր պատճառներով հեռացել են Պոլիսից, եւ կապը ոչ բոլորի հետ է հաջողվել պահել։ Այս պատկերը Փոդորը Գերիկպաշացի 100 մանկանց երգչախումբը, ասոք երգչախումբ է, 100 երեխաներ, Փոդորնը Գերիկպաշացի է։ Վարդկես, բարոն Վարդկեսը, որպեսզի չափ կտար։ Գերիկպաշան թաղամաս ըլլալով բզդիկ Հայաստան գսեին, փոքր Հայաստան ըլլալով անունվածին, որովհետև այս շրջանի 3-4 փողոցները անգամ, եթե սանք 100 մետր շրջան լալով արնեսն է, միայն մենք հայերը կայինք, մեզ մե ուրիշ մեկի չգար աստեղ։ Այստեղ է անցել մեր մանկությունը, պատմում են նրանք։ Մանկությանս ընկերները գնացին, ես որոշեցի մնալ եւ ապրել Ստամբուլում, ասում է Հովանես Բարիքյանը։ Ապա շտապում է ցույց տալ այն բնակարանը, որտեղ ծնվել եւ մեծացել է ինքը։ Այլ երկրում ապրել ինքը չի պատրաստվում, բայց խոստովանում է, եթե երեխաները որոշեն հեռանալ Պոլիսից, ինքը դեմ չի լինի։ Ուզեմ որ իմ զավակներս դուրս երթա։ Որովհետև ես եկա 59 տարեկան, ասկերաշ ասանք երթա, բայց իմ զավակներս թող երթան։ Որ կամաց քեշու գերտան կոր գսեմ որ ես հոստեղը զնազեմ 3 եղբայր ունեմ, հոստեղը շատ մեծեր, շատ մեծ բարդիզմ կար, ծաղիկներ կար, ես թուրքություններս կար։ Թաղամասի ցանկացած անկյուն, քարոշինություն հարազատ է այս մարդկանց։ Տարիներ առաջ այստեղ աղբյուր կար, իսկ այստեղ գործել է սննդամթերքի խանութ, ոգևորությամբ պատմում են պոլսահերը, հետո հիշում իրենց մանկության տարիների երգը։ Ասքարերում վրա անգամ կպատմեին Գեդիկ Պաշային ջամփան քարոտ է քարոտ արդաշտա սիրելին գարոտ է գարոտ յանդմաղավնիս թումուր մնացիր մինչև գումեք ամենք գխավենք աստղը հայություններ թուրք մեկը չգար աստղը Հայաստան մերին Հայաստանը հոսեր Մի քանի օրից նրանք դարձյալ կբաժանվեն, յուրաքանչյուրը կգնա իր ճանապարհով, բայց վստահ են, մանկական հիշողությունները կմնան հավերժ։ Ապա շնորհակալություն են հայտնում մեզ, որ հնարավորություն ստացան մի քանի ժամով վերադառնալ անցյալ, որտեղ իրենց խոսքերով իրենք անհոգ ու երջանիկ էին։ Վերջում դարձյալ նույն արտահայտությունն է հնչում։ Հանդիպման վայրը փոխել չի կարելի, եւ հեռանում են հույսով, որ թեկուզ տարիներ անց դարձյալ նույն տեղում կհանդիպեն։ Հիշելու բան նրանք շատ ունեն։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս, Ստամբուլ։ Ստամբուլում հայտնի է հատկապես Իստիկլալ փողոցը, որը մարդաշատ է ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։ Փողոցի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել բովաց շագանակ եւ թուրքական սիմիտ վաճառողների, որոնք առևտրականների խոսքերով գնում են ինչպես թուրքերը, այնպես էլ Ստամբուլ այցելող զբոսաշրջիկները։ Շագանակը հատուկ տանակով կտրում ենք, ապա շարում կրակի վրա, վայրկյաններ անց շագանակը ստանում է այս տեսքը, գնորդներ միշտ էլ կան, այն դուր է գալիս ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ մեր տեղացիներին, բայց պետք է նշեմ, որ ավելի շատ գնում են հասուն տարիքի մարդիկ, երիտասարդներին կարծես թե դուր չի գալիս։ Ստամբուլ այցելող զբոսաշրջիկների թիվը հատկապես վերջին տարիներին ավելացել է։ Այստեղ ավելի շատ գալիս են եվրոպական երկրներից։ Նույն Իստիկլալ փողոցում նկարահանումներ իրականացնելիս հանդիպեցինք զբոսաշրջիկների այս խմբին։ Նրանք Միացյալ Նահանգներից են, 3 օր առաջ են ժամանել Ստամբուլ։ Քաղաքի տեսարժան վայրերին ծանոթանալու համար նախընտրել են օգտվել թուրք էքսկուրսավարի ծառայություններից։
Almanya'dan geliyoruz. Bu arkadaşların hepsi eğitim. Զբոսաշրջիկների այս խումբը, որին ես ուղեկցում եմ, շատ խստապահանջ է։ Ժամանակն իհարկե չի ներում, ստիպված արթնանում ենք վաղ առավոտյան, որպեսզի հասցնենք ամբողջությամբ շրջել քաղաքով։ Ստամբուլ առաջին անգամ ենք այցելել, մեզ դուր է եկել։ Չնայած 3 օր է, որ այստեղ ենք, բայց հասցրել ենք մի քանի տեսարժան վայրեր այցելել։ Այս վայրը մեր համալսարանին շատ մոտ է, ընկերներիս հետ հաճախ եմ այցելում այստեղ, հանգստանում, թեյ խմում, ազատ ժամանակ նաև գիրք եմ կարդում, ընդհանուր առմամբ այս վայրը ինձ շատ է դուր գալիս։ Իստիկլալինքից գործում է նաև փոքրիկ առևտրի կետ, որն ավելի շատ հայտնի է Ձկան շուկա անունով։ Այստեղ յուրաքանչյուր քայլափոխի կարելի է հանդիպել առևտրականների, ովքեր անցորդներին առաջարկում են ինչպես թարմ ձկներ, այնպես էլ այդ տարբեր ձկնատեսակներից տեղում պատրաստվող ուտեստներ։ Ermenistan'a selam. Karban suya batırıp Այս ուտեստը կոչվում է միդիա, ձուկը նախ լվացվում է, ապա տապակում ենք։ Հաճախորդներ շատ ունենք, հատկապես ճապոնացիներին է դուր գալիս այս ուտեստը։ Bu iş için oradan getiririm diye. Իմ աշխատանքից դժգոհ չեմ, ամեն ինչ լավ է։ Եղել եմ նաև Հայաստանում, այնտեղ շատ ընկերներ ունեմ։ Եթե քաղաքական գործիչները չմիջամտեն, բոլորն իրար հետ նորմալ հարաբերություններ կունենան։ Göle gittik, piknik yaptık, şişlik yedik. Նմանատիպ ուտեստներ կարելի է ճաշակել նաև ռեստորաններում, հատկապես մեծ պահանջարկ է վայելում Բոսֆորի ափին գործող սպասարկման այս օբյեկտը։ Տնօրենի խոսքերով այն մարտաշատ է լինում հատկապես գիշերային ժամերին։ Մարդկանց այստեղ գրավում է ինչպես հորիզոնում բացվող տեսարանը, այնպես էլ խոհարարների կողմից առաջարկվող տարբեր ուտեստների ցանկը։ Ձկնատեսակները պատրաստում ենք տարբեր եղանակներով, մի մասը տապակում ենք, մյուս մասը շոգ է խաշում, շատ համեղ է ստացվում։ Դրա համար Թուրքիա ժամանած հյուրերին այն դուր է գալիս։ Պատրաստում ենք այնպես, ինչպես որ նախընտրում են մեր հաճախորդները։ Իսկ սա Իստիկլալ փողոցն է արդեն գիշերային ժամին, դարձյալ մարտաշատ է։ Երեկոյան ժամերին այստեղ կարելի է հանդիպել երաժշտական փոքրիկ խմբերի, ովքեր նաև գումար են վաստակում։ Hadi gel köyümüze geri dönelim, Fadime'nin düğününde hala çekelim. Hadi gel köyümüze geri dönelim. Իսկ անհոգ պարող մարդկանց այս խմբին մենք հանդիպեցինք պատահաբար, երբ հերթական անգամ նկարանումից վերադարձել էինք հյուրանոց։ Գիշերային Ստամբուլը վերևից տեսնելու ցանկությունը մեզ ստիպեց բարձրանալ պատշգամբ, որտեղ եւ ականատես եղանք պարային այս շոուին։ Այս պարը թուրքական ծագում ունի, չնայած որ ասում են այն դեռևս 1800-ական թվականներից մեծ վայելում է ունեցել Հունաստանում։ Ես այն սովորել եմ իմ ուսուցչուհուց, հիմա էլ այդ գաղտնիքներին փորձում եմ հաղորդակից դարձնել նրանց։ Երկու զատ գրոնքը միասին գփրնեգո եւ ոստեղը լավ ժամանակ կանցնենք կոնգերներդ միասին։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիբեկյան, Gala News, Ստամբուլ։